Նեմեսիս գործողության մասնակիցները ցույց տվեցին, որ հնարավոր է դուրս գալ զոհի կերպարից։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կայացավ Ավստրուհի Բիրգիտ Կոֆլեր-Պետշարտի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» Նեմեսիս գործողության մասին պատմող գրքի շնորհանդեսը։ Այն ներկայացնում է հայոց ցեղասպանությունը, ոճրագործության բարագլուխների եւ մասնակիցների սպանությունները եւ Սողոմոն Թելերյանի դատավարությունը։ Նեմեսիսի ամբողջ պատմությունը վառ օրինակ է, թե ինչպես են կարողանում մի խումբ մարդիկ, բառացիորեն մի խումբ, խիստ սահմանափակ ֆինանսական, մարդկային, լեզուների իմացության, շատ ինֆորմացիոն պակասի, խիստ սահմանափակումներով, բայց համառության, կամքի, նպատակասլության, հանդգնության շնորհիվ հասնում գուցե անհնարին թվացող նպատակների իրագործմանը։ Գրքի հեղինակը խոսելով, որքան էլ դժվար էր ամբողջությամբ ներկայացնել ցեղասպանությունն ու հայ ժողովրդի տեսածը, փորձել է հնարավորինս մատչելի իր խոսքը հասցնել տարբեր ժողովուրդների, որ չմոռանան ու դատապարտեն ոճիրը։ Այն գրքերից, որոնց ես գրել եմ, սա թերևս ամենադժվարն էր գրելու առումով, որովհետև դու մի թեմայի մասին ես գրում, որը, այսինքն խոսքը ցեղասպանության մասին է, որը դժվար է փոխանցել, դժվար է տանել, կրել, բացի այն, որ ամենադժվարն էր, նաև ամենակարևորն էր թերևս։ Գրքի հայերեն հրատարակման գործում աջակցել է ցեղասպանության թանգարանը։ Տնօրեն Էդիտա Գզրոյանի խոսքով մեծ պատիվ եւ պատասխանատվություն է պահանջվում նման խորագրով գրքի շնորհանդեսը թանգարանում անցկացնելն ու գրքի հրատարակմանը ավանդ ունենալը։ Այսօրվա այս մարդաշատ դահլիճը կապված է թեմայի հետ։ Ես երկար չեմ խոսի, խոսքը կփոխանցեմ այսօրվա մեր միջոցառման հերոսներին եւ ուղղակի երկու բան եմ ուզում նշել, կապված նաեւ դահլիճի այսքան շատ մարդաշատ լինելու հետ։ Նեմեսիս գործողությունը մեր ազգային հպարտության դրսևորումն է, ես նաեւ դրանով է պայմանավորված այսօր մեր դահլիճում այսքան մարդ լինելը, հնարավորություն նաեւ վերապրելու ցեղասպանությունը, վերապրելու տրավման եւ նաեւ ինչ որտեղ ուժեղ զգալու։ Միջոցառման հատուկ հյուրերի շարքում էին հայ վրիժառուներից Սողոմոն Թելերյանի, Արամ Երկանյանի, Արտաշես Գևորգյանի ժառանգները։ Այսպիսի գրքերի հրատարակությունները, նյութերի հրատարակությունները մեծ ներդրում ունեն եւ շատ կարեւոր են պատմության եւ ոչ միայն հայ ազգի պատմության, այլ ընդհանրապես ցեղասպանությունների եւ դրանց կանխարգելման, դրանց վերաբերյալ լուսավորչության մեջ, այդ գործի մեջ։ Շատ շնորհակալ եմ իհարկե եւ Ցեղասպանության ինստիտուտի աշխատակիցներին եւ հեղինակին, որ այդպիսի նախաձեռնություն են արել։ Ոճրագործության բարագլուխների սպանությունների մասին խոսելիս Ջեմալ Փաշայի սպանությունից մի դրվագ պատմեց հենց վերջինիս գնդակահարած Արտաշես Գևորգյանի թոռը Արմեն Գևորգյանը։ 22 թվականի հուլիսի 21-ի երեկոյան Թիլիսում Չեկայի շենքի մոտ Ջեմալ Փաշայի վնասազերծումից հետո անհայտ էր, թե ովքեր են իրականացնողները։ Եվ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ երկու երիտասարդ տղաներ կարող են այդպիսի մեծ գործողություն կատարել։ Եվ ինչպես գիտեք, այդ օրվանից սկսված ձերբակալեցին բոլոր անվանի հայտնի հայերին Թիլիսում։ Որքան էլ միջազգային դատարաններն ու պատժամիջոցները խստագույնս դատապարտում են ազգերի զանգվածային կոտորածները, Կոֆլերը ձգտել է իր աշխատությամբ սերմանել չմոռանալու եւ չներելու թեզը։ Und ich hoffe auch, obwohl wir ja eine große Entwicklung hatten im internationalen Recht. Es gibt heute Instrumentarien des Strafrechts, es gibt einen Gerichtshof. Այսօր մենք ունենք որոշակի զարգացած դատական մարմիններ, միջազգային դատական պատժի մարմիններ, չնայած մենք ունենք դրանք։ Aber leider sehen wir ja auch, dass es trotz allem auch politische Faktoren gibt, die der Gerechtigkeit nicht immer zum Durchbruch bringen. Բայց մենք ցավալորեն տեսնում ենք, որ քաղաքական ֆակտորները հատկապես հաճախ նպաստում են այդ արդարացությունների չիրականացմանը։ Und ich hoffe, ich kann mit dieser Arbeit auch weiterhin in Europa dafür mobilisieren, und das tue ich in allen Gesprächen, die ich führe, den Leuten auch klar zu machen, lassen wir Armenien nicht wieder wie damals in Lausanne heute allein. Եվ ես հույս ունեմ իմ այս աշխատանքով նաև հետագա իրականացվելիք զրույցների հանդիպումների ընթացքում մի բան տեղ հասցնել, չանենք մենք այդպես ինչպես արեցինք Լոզանի ժամանակ, Լոզանի պայմանագրի ժամանակ, եւս մեկ անգամ Հայաստանին չթողնենք միայնակ, չլքենք նրան։ Denn so wie dieses Volk damals unsere Solidarität gebraucht hätte,
braucht es sie heute. Ich danke Ihnen sehr für Ihr Interesse. Որովհետև ինչպես այս ժողովուրդը այն ժամանակ կարիք ուներ այդ համերաշխության, սոլիդարիտետի, այնպես էլ դրա կարիքը ունի հիմա։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Թանգարանում հնչած յուրաքանչյուր խոսք ուներ մեկ առաքելություն։ Պատմությունը չի մոռացվում, իսկ արդարությունը վերականգնելու համար երբեք ուշ չէ։ Սվետլանա Թորոսյան, Էդիկ Մալաքյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։